Ձեր դիրքորոշումը դատարանի այդ որոշման մասին։ Նայեք, ի սկզբանե վկայակոչվեց այն փաստական հանգամանքները, որ նախնական դատալսումների ընթացքում դատավորը հիմք էր ընդունել, այսինքն քանի որ մենք ապացույցները հետազոտելու փուլ չենք, ասել չի հետազոտվել, դատարանը իր նախկին որոշման մեջ նշել էր, որ արկա փաստական հանգամանքները բավարար են, որպեսզի համարենք հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված։ Իմ կողմից վկայակոչվեց 307 էջանոց մեղադրական եզրակացության մեջ, ընդամենը 3 էջում 19 բառից բաղկացած Չախալյան ազգանունով, որ ասում են Չախալյան, այսինքն Վահագն Չախալյանի խոսակցությունը ոչ միտեղ արկա չի։ Առավել ևս Վահագն անունը միայն այդ ամբողջ 19 բառի մեջ միայն մի էջում է, որ Չախալյանը հանկարծ դառնում է Վահագն Չախալյան։ Հիմա մենք վկայակոչում ասում ենք պատվարժան դատարան, դու 20 բառ ես ընդունում փաստական հանգամանք, ամբողջ 307 էջանոց մեղադրական եզրակացության մեջ չկա Վահագն Չախալյանի ոչ խոսակցությունը, ոչ որևիցե մի մեղադրյալի ցուցմունքը, որ Չախալյան Վահագնին է վերաբերում այդ խոսքը։ Ավելին, մեր հարգարժան արդար, բայց մեղադրյալ Արտուրը վկայակոչեց, որ մենք ընդհանրապես այս մարդուն եկել ենք հրապարակում ենք տեսել։ Եվ այդ 20 բառից բաղկացած ամբողջ այս մեղադրական եզրակացության մեջ փաստական հանգամանքները հիմք են ծառայում, որպեսզի դատարանը ընդունի, որ հիմնավոր կասկած կա Վահագն Չախալյանը առնչվում է, դա առնվազն անհետեցություն է։ Իսկ սկզբանե, երբ որ դատավորը սկսեց հարցեր տալ, որ գրավը ձեզ համար որքան չափն է մյուսը, մենք ենթադրեցինք, որ միգուցե այդ հարցը նաև հնարավոր տարբերակ է, որ դիտարկվի։ Սակայն ընդմիջումից հետո, երբ որ ասես մնում են բոլոր այդ մտահոգությունները, խոչընդոտները առկա են, հասկացանք, որ պատվարժան նախագահը մտափոխվել է։ Թե ինչու է մտափոխվել, չեմ կարող ասել։ Իսկ կարող էր պարոն Չախալյանի մի փոքր ավելի սուր հայտարարությունները դատարանում մտափոխել դատավորին, մասնավորապես օրվա իշխանությունների քննադատությունը։ Ես ձեր հարցին մեկ հետաքրքիր պատասխան տամ։ Նայեք, այսօր ուրախություն մեզ Լիդա Մանթաշյան ազատ արձակվեց։ Ինչու, որովհետև 7 օրվա ընթացքում հանրության կարծիքը մեզ դերակատարում ունեցավ։ Եվ մենք ինչ ենք վկայակոչում, ասում ենք հարգարժան նախագահող, որ որոշումը կայացնում եք, այդ որոշման ամենասկզբից դրվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, գերբը։ Եվ դուք այդ որոշումը կայացնում եք Հայաստանի Հանրապետության անունից, իսկ Հայաստանի Հանրապետության շահառուները դա հայ հանրությունն է։ Այսինքն դուք պետք է արդարություն իրականացնեք իշա Հայաստանի Հանրապետության, իշա Հայաստանյան շահառուները, հայ հանրության։ Վահագն Չախալյանի դեպքում ես կարծում եմ, եթե հանրությունը նույնպես իր այսքան լսելուց հետո եւ այսքան մեր կողմից մեջբերված եւ վկայակոչված հանգամանքներ հաշվի առնելուց, եթե նույնպես այդ մտահոգությունը այդ իր կողմից դիրքորոշումը հայտնի եւ այդ հանրության դիրքորոշումը հասնել լինի ղեկավարությանը, որը բացառապես իր շահով է հետապնդվում, կարծում եմ նույնպես որ Վահագն Չախալյանի խափամիջը հնարավոր է մոտակա կար ժամանակում փոխել, այլ չի սպասել 3 ամիս հետո։ Իսկ բողոքարկելու եք որոշումը։ Իհարկե, անշուշտ։ Եթե Լիդիա Մանթաշյանի դեպքում հանրային այս ճնշումը ազդեցություն ունեցավ եւ դատարանը որոշումը փոխեց, եթե հիմա այդ ճնշումը փորձեն շարունակել, այլ նստացույց իրականացնեն, այս լսումները խորհրդարանական որոշակի տրամաբանությամբ շարունակվի, այս դեպքում եւս հնարավոր է ինչ-որ բան փոխել։ Հաշվի առնելով այսօրվա դատական նիստի ժամանակ դատավորի կողմից հնչեցված, հենց նաև հաշվի առած, որ այո, հանրության կողմից հնչեցված այս փոփոխությունները դերակատարում ունեցան, կարծում եմ այո, որովհետև կրկնում եմ, վերջապես արդարադատությունը դատարանի կողմից իրականացվելու է հանուն Հայաստանի Հանրապետության եւ այդ Հայաստանի Հանրապետության շահառուների հայ հանրության։